Ողջունում եմ հարգելի երևանցիներ, հարգելի գոլեգաներ, առաջինը կարճ կխոսեմ Քրքորյանի և Լենինգրադյան փողոցների հետ կապված, իմաստով հանրային ձայնը կողմաքվեարկելու փոփոխությանը, բայց եթե ասենք նույն հանձնաժողովների քննարկման ժամանակ մի քիչ մենք ավելի ակտիվ ներգրավված ենք, ես կառաջարկեացրենք, այնտեղ ունենք Արարատյան մասիվ, Լենինգրադյանը փոխվեր Արարատ փողոցի, բայց դա ամեն դեպքում Քրքորյանի դեպքում նույնպես չեմ կարծում, որ այդ հարցը կարելի է այդ աստիճանի քաղաքականացնել, առավել ևս մեղադրել մեկ այլ ընդդիմադիր ֆրակցիայի, որ Լենինգրադյան փողոցով պահում են հայ-ռուսական ինչ-որ դաշինքներ։ Բայց հիմնական ուզում եմ խոսեմ Վարդան Ղուկասյանի դեպքի հետ կապված Գյումրու քաղաքապետի, ամենայն հարգանքով պարոն Գալջյան, ես չգիտեմ, որ Երևանի ավականին արդեն բարձրագույն դատականատյանն է եւ կարողանում ենք որոշել մարդը մեղավոր է թե չէ։ Ինչպես աշխատում մեր քննչական մարմինները, դա ես զգացել եմ իմ անձնական կաշվի վրա, կնոջս վրա, որդուս վրա, հարսիս վրա եւ մեր կուսակցության 10 անդամների։ Բայց հիմա չեմ ուզում մանրամասնել այն ինչ որ առնչվել է մեր հետ, օրինակը կբերեմ կոնկրետ Երևան քաղաքի քաղաքապետանի հանրային կապերի վարչության պետի հետ, ինչու եմ տեղակայել այդ գործից, որովհետեւ իմ մոտիկ ընկերն է նրան փաստաբանական ծառայություն մատուցում, համապատասխանը տանում եմ զուտ ձայնագրարման մասով։ Երկու հոգի խոսում են, որ Գյուրջանին պետք է լավ կլինի տանենք մի 600,000 դրամ փող տանք, երկրորդը պատասխանում է, որ եթե նման բան անենք, Գյուրջանը կարող է Պելնիցայով հարվածի մեր գլխին, այսինքն չի վերցնի, Երևան քաղաքի հանրային ծառայության պետին առաջադրվել է կաշառքով մեղադրանք, մարդը գնաց նստեց։ Սա է մեր քննչական մարմինների աշխատանքային ոճը։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, ամենայն դեպս նրա ձայնագրությունը, որ այդքան YouTube-ով պատտվում է, դատարան չի ներկայացվել մեկ, փորձագետի եզրակացություն չունենք, որ այս ինքնափոսում 2, առավել ևս ինքը չի ընդունել կաշառքի փաստը 3։ Վերջի վերջը խոսում եք ժողովրդավարությունից, իրավական պետությունից, որի հիմքը անմեղության կանխավարկածն է։ Ընդ որում ես չեմ ասում մենակ Վարդան Ղուկասյանի մասով, առաջի անգամ օրավականուն նիստին եմ, անընդհատ տեսնում եմ փոխադարձ մեղադրանքներ, դու կառուցություններ ես, թե նույնը վերաբերվում է եւ ընդդիմությանը, նույնը վերաբերվում է եւ քաղաքացիական պայմանագրին, ժողովուրդ ջան, կառուցության դա բավականին ծանր հոդված է, երբ որ մարդուն տես մեղադրում ենք, սա մենակ քաղաքական խոսք չի, այս ամենը մնում է YouTube-ներում, մնում է համացանցում, մնում է տարիներ շարունակ, եթե նույնիսկ նախաքննական մարմինը որևիցե քրեական գործ չի արուցում, բայց այն մնացածը սաղ մաքրվում է, իսկ դա մնում է, նույնիսկ եթե այսօրվա արհեստական ինտելեկտին վաղը միսօր մեկն ու մեկը հարց տա, ինտելեկտը ընդհանուրի մեջից վերցնում, ասում է, որ այս մարդը եղել է կառուցաներ, առանց դատապարտչերի, առանց ոչի բանի։ Կխնդրեմ ընդհանուր, այն ինչ որ վերաբերվում է իրավունքին եւ անմեղության կանխավարկածին, լինենք ավելի չափավոր, չթաքնվենք նրանով, որ սա քաղաքական խոսք է եւ կարանք տենց Ավենյանից բռնած մինչեւ Մայր Հայաստանի մարդկանց մեղադրենք կառուցիայի մեջ, առավել ևս այնպիսի կառուցիայի մեջ, որը որ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որ այդ մարդիկ սկիծանվածել չեն եղել։ Սա իմ խնդրանքն է ավականու անդամներին, ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին եւ իր գործի հետ կապված, ես իմ ազնական փորձից ելնելով եւ նաեւ քաղաքապետանի ես վերջերս կալանավորված անցանց գործերին ցանոթ հանդերձ, որևիցե վստահություն չունեմ Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների նկատմամբ, ինչպես կեն կեղծուն քրեական գործերը ոնց են սարքում, անձնական իմ սեփական փորձից գիտեմ մեր կուսակցությունից 11 հոգի, 11-ն էլ արդարանալու են, որևիցե գործ չկա։ Կարամ բերեմ մի հատ փոքրիկ դրվագ, նույնպես ու սրանով սահմանափակվեմ, ասենք, ինչա՞։ Հա, ասենք իմ որդուն առաջադրվել է 6.5 միլիոնի դոլարի թմրաշրջանառություն, փողը ոնց են ստացել, երեխան եկել է մտել է սա սուպերմարկետ, իդրամով 2 աշկա սիգարետ առես, սա սուպերմարկետի ամբողջ շրջանառությունը համարել են փոխկապակցված, երեխային առաջադրել են մեղադրանք 6.5 միլիոն դոլարի թմրաշրջանառության։ Մեր ընկերը քաղաքացիական պայմանագրից միակների դեպ շնորհակալություն եմ հայտնում իրան, որը եկավ մասնակցեմ իմ դատական նիստերին, չի թողա որ սուտ խոսամ, սա է մեր իրավական համակարգը, ես կխնդրեմ
ելնելով հողում անելով իրավական համակարգին, քանի դեռ չկա դատական ակտ, որևիցե մեկը թող ոչ մեկին չվիրավորի, դատական ակտերի հետ կապված էլ կարծում եմ մինիմալ իրավական գիտելիքներ ունեցողներից ցանկացածը Միքայել Հաչապանյանի գործով առավել քան պետք է վստահ լինի առանց որևիցե քաղաքական ուղղվածության, որ դա քաղաքական պատվեր է եւ այդ մարդը անմեղ է։ Շնորհակալություն։ Եզրափակ